Այն որ սահմանները ես ընդունում, հարգում, սիրում եմ, բայց իրենք չպետք է խոչընդոտեն մարդու անսահմանության ձգտմանը։ Ցանկացած սահման պետք է մարդուն ապաքինի, դառնա հենարան ու տանի դեպի անսահմանության ընկալում։ Տարբեր կետերից, տարբեր որակներով մենք կարող ենք նայել այս աշխարհին, կախված մեր ընկալման մակարդակից, մեր ընդունման տարողունակությունից։ Եվ այս անսահմանության մեջ հետազոտել մարդու ֆիզիկական մարմնի, այս հզոր տիեզերանավ տաճարի սահմաններն ու իր հնարավորությունները, դա իմ գեղեցիկ աշխատանքներից մեկն է, որը ես անում եմ ինքս ինձ համար նախ, որպես մարդ էակ, որ հասկանամ ինչի հետ գործ ունեմ, ինչ է ինձ տրվել, ինչով եմ ապրում եւ ինչն է ինձ ապրում։ Ու հետեւաբար այն ինչը որ հաջողվում է հետազոտել, գտնել, զգալ, ապրել, ոգեկոչել, ես կիսվում եմ նաեւ այդ գիտելիքներով։ Հա ջան։ Ցույց տամ։ Ես ինչ որ մեկը այստեղ չարաճճիություն է անում, ուրա։ Որպեսզի մեր զրույցը հնարավորինս նմանատիպ հարթության մեջ տեղի ունենա, առաջարկում եմ սկսել մի այսպիսի պրակտիկայով։ Եթե զգում ես ցանկություն, կարող ես փակել աչքերդ, հակառակ դեպքում, եթե կենտրոնացումդ եւ երևակայությունդ թույլ է տալիս, նույն պրակտիկան կարող ես անել բաց աչքերով։ Նստիր հարմար դիրքում, ողնաշարը ուղիղ, ուսերը ձեռքերը թուլացրու, թող հանգիստ, ճակատը հանգիստ, հոնքերը հանգիստ, ու փորձիր զգալ քո ֆիզիկական մարմնի սահմանները։ Զգա տարածությունը քո ֆիզիկական մարմնի սահմաններով։ Գլխի, ձեռքերի, ազդրերի, ոտքերի ամբողջությամբ։ Զգա տարածությունը ֆիզիկական մարմնի սահմաններով։ Այժմ թույլ տուր քեզ զգալ տարածությունը քո ֆիզիկական մարմնի սահմաններից դուրս։ Եթե շինության մեջ ես, զգա տարածությունը այդ պատերի սահմաններով։ Եթե ինձպես այս պահին բնության մեջ ես, զգա տարածությունը այդ քաղաքի կամ այդ գյուղի սահմաններով։ Ապա բացիր այդ սահմանները։ Բացիր շենքի սահմանները, բացիր քաղաքի սահմանները։ Զգա, որ մարմինդ հիմա գտնվում է, եթե Հայաստանի սահմաններում ես, այն տարածության մեջ, որը Հայաստանի սահմաններում է, կամ այն երկրի, որում որ ես։ Բացիր այդ սահմանները, զգա, որ մարմինդ գտնվում է երկիր մոլորակի վրա։ Զգա տարածությունը երկիր մոլորակի սահմաններով։ Բացիր այդ սահմանները ևս։ Զգա, գիտակցիր, որ քո ֆիզիկական մարմնից դուրս տարածությունն է արեգակնային համակարգի սահմաններով։ Ու քո մարմինը ասես նրա կենտրոնում։ Ու ազատվիր ամենավերջին սահմանից ևս։ Զգա քո մարմինը տիեզերական անսահմանության կենտրոնում։ Ու քո մարմինը անսահմանության կենտրոնում, իսկ մարմնիցդ դուրս մի ողջ անսահմանություն է։
ամեն շունչը, արտաշունչը, որը գալիս է քեզ, գալիս է հենց այդ տիեզերական, անսահման տարածությունից։ Ու այդ ընկալումը պահիր, հետ վերադարձրու քո սահմանները, վերադարձիր երկիր մոլորակ, քո երկիր, քո քաղաքը, քո շինությունը ու քո մարմին։ Մի պարզ հստակ ընկալում, որ դու ապրում ես տիեզերական անսահմանության մեջ ու ցանկացած սահմանում, ցանկացած պառակտում արարչագործության մեջ դա դեմ է տիեզերական արարչագործության անսահմանությանը։ Դա դեմ է միավորման տիեզերական օրենքին։ Եվ անսահմանության մեջ ապրելով մենք կառչում ենք մեր փոքրիկ սահմաններից, մեր ուղեղի սահմաններից, մեր վախերի սահմաններից, մեր կրոնի սահմաններից, մեր հավատքի սահմաններից։ Ճշմարիտ կրոնը, ճշմարիտ հավատքը քեզ պետք է բերի դեպի քո անսահմանություն։ Եվ իմ անսահմանությունը քո անսահմանությանը չի կարող դեմ լինել, եթե ճշմարիտ է այդ ամենը։ Հիմա հարց. որտեղից են գալիս մեր քառակուսիները, երբ որ ինչ-որ մեկը իր քառակուսին կռվածնում է մյուսի քառակուսու դեմ։ Որտեղ է այդտեղ արարիչը։ Ում արարիչն է ավելի ուժեղ, իմաստուն ու գեղեցիկ։ Արդյոք չեք տեսնում, որ այդտեղ արարիչները կիսատ են ներկայացված։ Խղճուկ, կիսատ, թլպատված, ինչ-որ մի տեսակ էգոյի զգացում, որ այ իմ ոնց ես կպաշտպանեմ, իսկ մյուսները թող այրվեն դժոխքի կրակներում։ Արդյոք ձեր կարծիքով արարիչը այդքան կիսատ է։ Եթե այդ հարցերի պատասխանը դուք ինքներդ ձեզ սրտանց տաք, վստահ եմ, որ արարիչը չի մերժի եւ ճշմարտությունը կբացի ձեր առջև, առանց ուրիշի ավելորդ խոսքերի։ Ու ինձ թվում է հատկապես, որ հայերին ուղիղ կապ արարչի հետ տրված է որպես պարգև։ Եկավ հասավ։